Վահանաձև գեղձի վիրահատությունից հետո վերականգնումը որքան է տևում եւ սպին մշտապես մնում է։ Տեսեք, շատ կարճ տևող ռեհաբիլիտացիոն մենք ունենք սրոք, այսինքն հիվանդը հաջորդ օրվանից ակտիվ քայլում է, մաքսիմում 1, ամենաշատը 2 օր ենք պահում հիվանդանոցում, կարերը հենց քանդվում է երկրորդ օրը, սովորաբար վիրաբուժության մեջ գիտեք 7 օր է տևում, կոսմետիկ կար կլինի, հանգուցավոր կար կլինի, եթե որովայնի վրա ենք մենք վիրահատում, բայց այստեղ պարանոցի արյան շրջանառությունը այնքան ակտիվ է, որ երկրորդ օրը այդ գեղեցիկ կոսմետիկ կարը հանվում է, սպին կախված է նաև տվյալ բուժառուի մաշկի յուրահատկությունից, ասեմ ձեզ, ուզում աշխարհի ամենագեղեցիկ, չգիտեմ, պլաստիկ վիրաբուժը կարը դնի, կարա այդտեղ կելոիդ զարգանա եւ երևա այդ գիծը, այդ սպին, բայց կարա անհետ գրեթե ծալքերի հետ համադրյալ դու չպատկերացնես, որ տվյալ բուժառուն վիրահատվել է, իսկ մենք հիմնականում այս պարանոցի մոտեցնում ենք իր բնական ծալքերի գծով ենք այդ կտրվածքը անում։ Աննշան է։ Գրեթե չի երևում։ Այսպեսով մի վախեցեք վահանաձև գեղձի վիրահատություններից, դիմեք մասնագետներին հետագա բարդություններից խուսափելու համար։